Մայիսի 31-ին Թբիլիսիի Հայարտուն կենտրոնում վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ մեկնարկեց «Ճանաչենք մեր արժանավորներին» ֆիլմաշարը։ Առաջին տեսաֆիլմը նվիրված էր նկարիչ Ժան Խաչին, Վարուժան Խաչատրյանի կյանքին և արվեստին։ Նախագիծը նախաձեռնել էր Գուրգեն Մխիթարյանը համահեղինակ Էդուարդ Մեսրոպյանի հետ։ Ֆիլմը ներկայացնում է Ժան Խաչի գեղարվեստական ժառանգությունը ընդգծելով նրա հոգևոր և ազգային նկարագիրը։ Միջոցառմանը մասնակցեցին արվեստի գործիչներ և համայնքի ներկայացուցիչներ, ովքեր կարևորեցին ֆիլմաշարի շարունակականությունը։ Եզրափակիչ խոսք ասաց Տեր Սամվել Քահանա Թորոսյանը, փոխանցելով առաջնորդի օրհնությունն ու ընդգծելով. «Մարդը մեծանում է, երբ մեծարում է մեծերին»։ Ոգեշնչման աղբյուր այս ֆիլմի, որը ես եւ իմ ընկերս համատեղ ջանքերով ստեղծեցինք, նա էր, որ մենք ուզեցինք ուղղակի երախտահատույց լինել այն մշակույթային ներդրման համար, որ ֆիլմի հերոս, այսինքն Վարուժան Խաչատուրով նկարիչը եւ մեր բարի ընկերը ներդրեց հայ ազգի, մասնավորապես Թիֆլիսահայության ինքնապահպանման բնազդի կայացման մեջ։ Ինձ միշտ ապշեցնում էր նրա գրաֆիկան, ոճը եւ ամենակարևորը ստեղծագործության ներքին բովանդակությունը իր նկարների մեջ։ Ինչու՞, որովհետեւ նա իր բոլոր գաղափարները քաղել է Աստվածաշնչից, էզոթերիզմից եւ սուրբ գրություններից։ Նա շատ կիրթ, գիտուն մարդ էր։ Շատերը կարող են նկարել, բայց նա ուներ իր առանձնահատուկ ձևը, թեև ոչ մի ակադեմիա չէր ավարտել։ Այսօրվա ֆիլմի ցուցադրումը շատ կարևոր է համայնքի համար։ Մենք հիշելու ենք Ժան Խաչին, որը ոչ միայն մեծ նկարիչ էր, շատ լուրջ, բայց նաև որպես մարդ էր, որպես անձնավորություն շատ հետաքրքիր, շատ կոլորիտային դեմք էր համայնքի համար շատ կարևոր։ Ժան Խաչը մի քանի առանձնահատկություններ ուներ, բայց ես իրեն մեջ գնահատում եի բոլորից շատ այն, որ նա սիրում էր խոսել բացեիբաց, այսինքն առանց այլևայլությունների կարող էր մարդուն ասել այն, ինչ մտածում է, անկեղծ էր եւ կարելի ասել քաջ էր։ Այդպիսի մարդկանց պակաս մենք հիմա էլ ենք զգում եւ հիշելով մենք պատիվ ենք տալիս Ժան Խաչի հիշատակին այսօր եւ այս ֆիլմով ես կարծում եմ, որ շատ կարևոր գործ է արվում, այս կազմակերպիչները մեծ գործ են անում։